Երիտասարդության պալատ։ Այս հրաշալի կառույցի բացումը տարվա նշանակալից իրադարձություններից է։ Հանդիսավոր միտինգին մասնակցում են Հանրապետության կուսակցության եւ կառավարության ղեկավարները, արտադրության երիտասարդ առաջավորները, աշխատանքի վետերանները, ուսանողները եւ պիոներ դպրոցականները, Հայաստանի կոմերիտական աշխատողները, եղբայրական հանրապետությունների պատվիրակները։ Ներածական խոսքով միտինգը բացեց Հլկիեն կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Տուրյանը։ Հայաստանի կոնկուրսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի ելույթը ներկաների կողմից ընդունվեց ջերմորեն։ Կուսակցությունը, ասաց ընկեր Դեմիրճյանը, միշտ հենվել եւ հենվում է կոմերիտ միության վրա։ Նրա մեջ միշտ տեսել է եւ տեսնում է իր օգնականին, հայրական մշտական հոգատարությունը ցուցաբերել եւ ցուցաբերում է իր հերթափոխին։ Երևանում այսօր բացվող երիտասարդության հոյակապ պալատը այդ հսկայական հոգատարության վառ դրսևորումներից մեկն է։ Երիտասարդության պալատի խորհրդանշական բանալի։ Խորհրդանշական է նաև այդ բանալու հանձնումը երիտասարդ սերնդին։ Առաջին պսակադրությունը պալատում։ Սա ևս խորհրդանշական է։ Երիտասարդության պալատի եւ երիտասարդ ընտանիքի ծնունդը։ Քաղաք տանիքի տակ, այդպես են անվանում երիտասարդության պալատը։ Այդ անվանումը լիովին կարդարացվի, երբ ավարտվի շինարարության երկրորդ հերթը։ Այստեղ կտեղավորվեն կոմերիտ միության հանրապետական դպրոցը, կինո համերգային երկու դահլիճներ, սպորտային համալիր։ Այժմ արդեն գործում են հյուրանոցը, պսակադրությունների դահլիճը, սրճարանը, պարասրահը։